Կովկասյան այսօր ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, հայտարարեց, որ ձեր հայտարարությունների հիման վրա ձեր նման քաղաքական գործիչը պիտի դուրս շպրտվի։ Ինչ եք պատրաստվում անել։ Այդպես էլ ասել շպրտվի, հա։ Ես չեմ իշնի իրանց մակարդակին։ Ես այդ բառին համահունչ չեմ պատասխանի շպրտվի բառին, բայց ես կարող եմ իրանց պատասխանել բոլորին, մեկ առ մեկ։ Բայց ժողովրդի ընտրյալին Հայաստանի Հանրապետության վարչապետը, եթե ասում է դուրս շպրտվի Հայաստանի Հանրապետության վարչապետը, 6 անգամ քաղաքապետ ընտրված մարդուն, 2 անգամ ազգային ժողովի պատգամավոր, ուրեմն ընտրված մարդուն, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը, թիվ 1 ամբիոնից նմանատիպ խոսք է ասում, ես ուղղակի ուզում եմ ասել հայ ժողովրդին, տեսեք, թե մենք ում ենք ընտրել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ինչ մնում են հաստագլխին, նրա մակարդակին էլ չեմ ուզում իշնել, և դրան պատասխանել, ուղղակի ես մի բան եմ ուզում ասել։ Սրանք, որ այսպես խառնվել են 2 օր է, 3 օր է, 4 օր է, 5 օր է, Վարդան Ղուկասյանը չի իշնում այդ ամբիոնից։ Սրանք էլ բանում գործ չունեն, այս երկիրը լուրջ խնդիրներին առաջ կանգնած է։ Ամբողջ պետությունը լուրջ պրոբլեմների առաջ կանգնած է, և արտաքին, և ներքին։ Այս Վարդան Ղուկասյանը ինչ բան է ասել, որ այդ ով է անկախության Հայաստանի պետականության հետ կապված որևիցե մի բան ասել։ Երբ որ ես ասում եմ միություն, այդ միությունը պաշտպանելու է Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի պետականությունը։ Ուրեմն եթե ռուսը, Ռուսաստանը, եթե Ամերիկան կամ որևիցե մի երկիր աշխարհում հայոց պետականության նկատմամբ ոտնձգություն անի, իմ ողերիմ թշնամին կդառնա և ես իմ տեսակը պատրաստ է ազգի համար մեռնելու, կռվելու, պայքարելու։ Բայց հիմա ես նորից նույնը ասում եմ իմ խոսքերը։ Հայոց պետականությունը պահելու համար, այո, մենք պետք է մտնենք որևիցե մի միության մեջ։ Ոչ այն սկզբունքով, որ դառնանք գուբերնիա։ Ով է ասել, որ ես ասել եմ գուբերնիա։ Եվ ես ասել եմ, ով իմ խոսքերին, այս խոսքերին հակադարձի, ու ինձ իրենց կոմենտ գրողները, որ ունեն, չէ, նստած կոմենտներ են գրում, տեղերն է գիտենք, իրենք պատվերը տալիս են, ֆինանսավորում են, կոմենտ են գրում։ Ու մեզ վատ բան ասի, ինձ վատ բան ասի։ Այո, սրիկաշան որդի է, ես թուրքա հպատակ, այո, նմանատիպ խոսքին ես հակադարձում եմ, ով ինձ Հայաստանի անկախությունը, պետականությունը պաշտպանելու կապակցությամբ ինձ հակադարձի մի վատ բան գրի ու վատ բան ասի, նա թուրքա հպատակ շան տղա է, ես էդ եմ ասել, ու չեմ փոշմանել, հələ մի բան էլ քիչ եմ ասել, մյուսն ասեմ ձեզ։ Ուրեմն պատկերացրեք, այսօր աշխարհում կա մի երկիր, որ միություն կազմած չի, հələ մեկ անկախ մի պետություն ասեք, օրինակ Ռուսաստանը այսօր միության մեջ չի, Ամերիկան միության մեջ չի, Եվրոմիություն ասում է Եվրոմիություն, ինչի Ամերիկան, Անգլիան, Գերմանիան միություն չէ, բայց իրանց պետականությունը պաշտպանելով, նույնը ասում է Վարդան Ղուկասյանը, այստեղ էլ ինչ մի հատ բարդ բան եմ ասում, որ դուք չեք հասկանում, դուք ուղղակի ոչ թե չեք հասկանում, այլ ուզում եք, որ Հայաստանը դառնա թուրքական վիլայ, որովհետև ձեր, ուրեմն Էրդողաններն ու Ալիևները ձեզ հանձնարարական են տվել, որ նմանատիպ մարդկանց երկրի միջից, ուրեմն կալանավորել, արդակսել, ունեզրկել, պետական կառույցներից հանել։ Դրա համար էլ դուք այսպես ողբ եք կապել ու ելույթ եք ունենում, որ ձեր դրսի տերերը տեսնեն, որ դուք աշխատում եք իրենց համար։ Սա է, թե չէ, մենք այնքան հասարակ բան ենք ասել։ Միություն ասելով չի նշանակում հայոց պետականության անգում, դու հայերեն չեք հասկանում։ Չնայած ես հայերեն, ռուսերեն է կարամ, ինչ լեզվով սրանց ասեմ ես։ Դրա համար կարելի է այսքան աղմուկ բարձրացնել։